Բարև ձեզ, Բուն TV եթերում այսօր զրուցելու ենք մեդիա փորձագետ Արթուր Պապյանի հետ։ Ողջույն Արթուր։ Բարև ձեզ։ Արթուր, հիբրիդային պատերազմների մասին խոսելիս առաջին իսկ վարքյանին մարդ մտածում է կիբերհարձակումների մասին, կիբերանվտանգության հետ կապված խնդիրների մասին, իսկ այդ բոլորը երբ լինում է հայաստանյան համատեքստում, առաջինը նաև ձեզ ենք հիշում։ Ուզում եմ հարցնել, ճիշտ է այդպես ընկալումը, որ հիբրիդային պատերազմների մի զգալի բաղադրիչը հենց կիբերհարձակումների մասին է։ Այո, բայց դա իհարկե մի քիչ պրիմիտիվ ընկալում է, որովհետև հիբրիդայինը շատ ավելի լայն է եւ իրականում պիտի բաժանենք, կա կիբեր պատերազմ, կա ինֆորմացիոն պատերազմ եւ կա հիբրիդային պատերազմ։ Ինչու ենք բաժանում, որովհետև հստակ տարբերություններ կան, այսինքն կիբերը դա այն է, երբ գործ ունենք տեխնոլոգիաների հետ, այսինքն համակարգիչներ, լարեր, կապուղիներ, ինչ-որ DDoS հարձակումներ եւ այլն։ Սա մենք շատ ենք տեսել Հայաստանում եւ սրանք շատ երևացող են, որովհետեւ կիբերի դեպքում հենց աշխատում են այնպես անել, որպեսզի հեռվից, հեռավար, փոքր ջանքով շատ տեսանելի ինչ-որ մի բան ստեղծեն։ Երկրորդը ինֆորմացիոն բաղադրիչը դա պարզ է, չէ, որ կիբերի դեպքում այո շատ գործ ունենք տեղեկատվական ինչ-որ տեխնոլոգիաների հետ, որոնք լարերով եւ համակարգիչներով էին անցնում, բայց ինֆորմացիոն շատ ավելի լայն է, հա։ Հայաստանյան համատեքստում օրինակ ինֆորմացիոնը դա նաև այն ռուսալեզու, հա, ռուսաստանյան հեռուստաալիքներն են, որոնք Հայաստանում հեռարձակվում են, դրանք նաև բազմալեզու, բազմաթիվ, հա, ռուսական, ռուսաստանյան, նաև ադրբեջանական, տելեգրամյան ալիքներն են, վեբկայքերն են, որոնք ներազդում են հայաստանյան լանդշաֆտի վրա, դրանք նաև տարբեր Զախարովաներն են, հա, այսինքն տարբեր երկրների խոսնակները, ինչ որ Հիկմետ Հաջիևները եւ այլն, ովքեր ինչ-որ հայտարարություններ, ծանոթություններ են անում, եւ ինչու ոչ նաեւ դրանք կարող են ներհայաստանյան ինչ-որ ակտորների հետ լինել։ Հիմա կիբերը հասկացանք, ինֆորմացիոնը հասկացանք, հիբրիդայինը դա էլ ավելի լայն է, որովհետեւ այդ երկուսը մտնում են իր մեջ, բայց այնտեղ մտնում են նաեւ էներգետիկ բաղադրիչներ, տնտեսական բաղադրիչներ, օրինակ, որ ինչ-որ միտեղ հայաստանյան բեռնատարները կարող են սպասածից երկար անցնել կամ հանկարծ այն նույն չգիտեմ, մրգեր պանջարեղենի մեջ, որոնք ամեն տարի հանգիստ գնում են Ռուսաստան, հայտնաբերվում են ինչ-որ տարօրինակ պեստիցիդներ, այսինքն երբ որ սկսում են տնտեսական ճնշումներ, երբ որ սկսում են տարբեր տիպի սպառնալիքներ, օրինակ զենք պիտի գա, չի հասնում, պահվում է, չնայած գումարը վճարված է, կամ պատճառներ են բերվում դրա համար, սկսում են մեղադրել, որ այ, չգիտեմ, Վիեննայում Հայաստանի կամ Պրագայում Հայաստանի իշխանությունները իրենք են ինչ-որ մի բան ընդունել, այս սրանք բոլորը երբ արվում են եւ ինֆորմացիոն, եւ հիբրիդային, եւ տնտեսական, եւ քաղաքական ճնշումներ, եւ նույնիսկ օրինակ երկրի ներսում ինչ որ կոնկրետ ցույցեր են արվում, եւ դրանք սկսում են շահարկվել նաեւ դրսից ինչ որ մեսիջներ ուղղելով։ Մենք դա շատ ենք տեսնում, Մոլդովայում ենք տեսնում, որ տրոններ են մտնում Մոլդովայի տարածք, հետո զուգահեռ ինչ որ տելեգրամյան բոտերում սկսում են ինֆորմացիաներ շրջանառել դրանց հետ կապված, եւ այդ ամբողջը սկսում է բեմադրվել, ուղեկցվել հավելյալ ինչ-որ գործողություններով։ Մենք անպայման առանձին բաղադրիչներին կանդրադառնանք եւ հատկապես ինֆորմացիոն բաղադրիչը դրա ինձ առանձնապես շատ հետաքրքիր է, բայց ես ուզում եմ վերադառնալ կիբերանվտանգության հետ կապված հարցերին, որպես քաղաքացի էլ երևի որ մարդ, որը հետևում է լրատվությանը, տարիներ շարունակ մենք խոսում ենք, որ առանձին ռազմավարություն պիտի լինի այդ բոլորի դեմ պայքարի համար, որ պիտի մշակվեն որոշակի գործիքներ, որպեսզի ավելի դիմակայուն լինի Հայաստանը այդ դիտանկյունից։ Կարծում եք այդ խոսակցություններից զատ նաև աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ։ Տարվում են, տեղյակ ենք, իրականում մի փոքր այդ աշխատանքները ցկցկվեցին, բայց մենք գիտենք, որ հիմա կիբերանվտանգության հետ կապված օրինագիծ կա, որը կամ արդեն հաստատվեց, կամ պրոցեսի մեջ է, եւ այդ օրինագծի վրա մոտ 3 տարի աշխատանք էր տարվում, ընդ որում ասեմ, որ ՏՏ համայնքը սկզբում տարիներ շարունակ խոսում էր, որ մեզ անպայման պետք է կիբերանվտանգության օրենք, նույն ես, հա, մեր գործընկերները, հետո երբ այդ օրենքը բերվեց, մենք հասկացանք, որ չենք կարող թույլ տալ ինքը առանց հենց այդ տեսքով ընդունվի եւ սկսեցինք քննադատել, նույնիսկ որոշակի աշխատանք ենք տարել,
երևի կարելի է ինչ-որ առումով ցենզուրայի սահմանը չանցներ, հա, ինչ-որ առումով ոչ միայն ցենզուր, այնտեղ խնդիրներ կային, երբ որ մենք տեսնում էինք, որ ինչ-որ առումով մոնոպոլիզացվում է եւ ոչ մրցունակ ինչ-որ շուկայում տենդենսներ են ստեղծվում, որտեղ գոնե իմ ընկալմամբ կիբերանվտանգության օրենսդրությունը պիտի ստեղծի միջավայր, որտեղ բազմաթիվ ընկերություններ, որոնք անվտանգությամբ են զբաղվում, կզարկանան, մրցունակ շուկա կձևավորվի, որի ընթացքում հնարավոր կլինի բերել Հայաստան լավագույն անվտանգության լուծումները։ Իհարկե, այստեղ նաև Հայաստանում այդ մշակված օրինագծի հիմքում ընդունվել էր ընկել էր էստոնական օրենսդրությունը, որը իհարկե շատ լավ է եւ առաջադեմ է, բայց այնտեղ մի փոքր այլ խնդիրներ էին լուծվել, Էստոնիայում նույն այդ օրենսդրությունը եւ ստեղծվել է 2000-ականների սկզբին, հիշում եք, եղավ իրավիճակ, երբ ռուսաստանյան հաքերները կոտրում էին ենթակառուցվածքի Էստոնիայում եւ այնտեղ ստեղծվեց դրանից պաշտպանվելու գերկենտրոնացված մի համակարգ, որտեղ ամբողջ հույսը դրվում էր նրա վրա, որ պետական ինստիտուտները ուժեղ են եւ կարող են դա իրականացնել։ Այդ նույն համակարգը փորձում էր ոնց որ կիբերի նոր օրենքով ներդրվել Հայաստանում եւ մենք այդտեղ խնդիր տեսանք, որովհետեւ մենք չէինք համարում, որ այսօրվա մեր եղած պետական ինստիտուտները կկարողանան ապահովել նման իրավիճակ, մանավանդ որ էստոնական օրենսդրությունը բավական արդեն հնացել է եւ նույնիսկ այնտեղ հիմա քննարկումներ կան, որ հիմա ստարտափներ են, կրիպտոներ են, AI-ներ են, ծրագրավորողները թողնում գնում են, լավ տեխնիկական մասնագետներին դժվար է, այսինքն մենք գտանք, որ դա կարող խնդրահարույց դառնալ եւ բավական ինտենսիվ աշխատել ենք օրենքի տեքստի վրա։ Ինքը էլի մեր երազած օրենքը չի այս պահին, բայց ամեն դեպքում դա արդեն գոնե ինչ-որ ճիշտ է, շատ լավ է եւ մենք որոշեցինք այլևս չդիմադրել, թողնել որպեսզի այն ընդունվի, այլապես առաջիկայում, չգիտեմ, ընտրություններ են կանխատեսվում, ավելի լավ է ունենալ այդ օրինագիծը, այսինքն եթե մենք շարունակեինք դրա վրա աշխատանքը, մենք հավանաբար եւս 1-2 տարի օրենք չէինք ունենա, դրա համար որոշեցինք, որ ինքը քիչ թե շատ ընդունելի եւ թույլ տանք ինքը գնա։ Դրանից բացի իհարկե ամեն մի ադմինիստրացիա երևի Հայաստանում ամեն մի իշխանություն ստեղծել են ինչ-որ տարբեր անվտանգության ռազմավարություններ, կիբերանվտանգության ռազմավարություններ, դրան կից, առանձին, վրադիր, կողքից եւ այլն, բայց մենք սովորաբար դա տեսել ենք, որ դրանք ինչ-որ բաժակաճառերի հավաքածու են, կենացներ են եւ հիմա երբ կա կիբերի օրենքը, երբ որ ստեղծում են դրա հետ կապված ինչ-որ ինստիտուտներ, որոնք հետո ստիպված են լինելու կամ ի պաշտոնե պիտի այդ բաժակաճառերը փորձեն կյանքի կոչել, գոնե որոշակի հույս կա, որ վերջապես մենք կունենանք ավելի աշխատող համակարգ եւ վերջինը մի բան ասեմ, երևի դժվար է գտնել այնպիսի երկիր աշխարհում, շատ քչերն են, որ այդքան մեծ ծավալի կիբերհարձակումների միջով են անցել։ Իրականում ամենից սկսվել է դեռ 90-ականներից հայ-ադրբեջանական այս կիբերտիրույթում փոխհրաձգության տիրույթում եւ ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց դա ուժեղացրել է ինչ-որ առումով մեր ենթակառուցվածքը, որովհետեւ երբ ես ինչ-որ այլ երկրներ եմ այցելում, տեսնում եմ իրենց մոտ եղած իրավիճակը եւ նույնիսկ երբ կարդում կամ ուսումնասիրում եմ Միացյալ Նահանգների արկա իրավիճակը, այնպես չի, որ այնտեղ ամեն ինչ ինչ-որ հոյակապ վիճակում է։ Սպառնալիքները մենք ավելի շուտ ենք։ Մենք տարիներ շարունակ ստիպված ենք եղել կամ այն ինչը չենք ամրացրել, ադրբեջանցի հաքերներն են կոտրել կամ իսրայելցի հաքերները Ադրբեջանի հետ միջնորդավորված կամ ինչ-որ պատվիրված հաքերներ են կոտրել, ստիպված ենք եղել քիչ թե շատ ինչ-որ բաներ ամրապնդել, այնպես որ լավ չի իրավիճակը, բայց վատ էլ չէ, այնքան ինչքան դա կարող է լինել հաշվի առնելով, որ մեր երկիրը տարիներ շարունակ բյուջեի խնդիրներ է ունեցել, կադրերի խնդիրներ է ունեցել, այսպես ասեմ, հա, այսինքն այդ առումով դեռ աճելու տեղ կա, բայց շատ վատ չի վիճակը։ Կայքեր կոտրելու անդրադարձանք Ադրբեջանին որպես առաջնային, այսպես կասկածյալ չէ, միշտ լինում է, երբ կայքերը կոտրվում են, նաև ինչպես նշեցիք, Իսրայելն է երբեմն օգնում։ Վերջերս նաև տեղեկություն կար, որ պետական պաշտոնական կայքերի կոտրման համար մեղադրվում են նաև որոշակի ռուսական խմբեր։ Ես ուզում եմ իմանալ, քարտեզը ավելի մեծ է այն երկրների, որոնց որ մենք կարող ենք կասկածել, որ կարող են ներգրավված լինել Հայաստանի դեմ այդպիսի հարձակումների մեջ։
Այո, տեսեք, կիբերի հետ կապված երկու խնդիր կա, առաջինը երբ քեզ կոտրում են, հա միշտ ինչ որ մի հետք մնում է, հա, այսինքն միշտ քիչ թե շատ հնարավոր է ուսումնասիրել, տեսնել ինչ եղավ, որտեղից մոտապես։ Երկրորդ խնդիրը սակայն այն է, որ այդ հետքերը կեղծել, թաքցնել, վերահաղորդավորել նույնպես շատ հեշտ է, եւ այսպես կոչված կեղծ տրոշի, հա, օպերացիաներ իրականացնելը կա։ Ռուսաստանը մեծ երկիր է, այնտեղ կան բազմաթիվ սերվերանոցներ, հա, եւ բազմաթիվ դեպքեր մենք կարող ենք մատնանշել, երբ որ հարձակումը Ռուսաստանի տարածքից է եղել, բայց մենք չենք կարող ասել, որ դա միանշանակ Ռուսաստանն է։ Կա այսպիսի հասկացություն ընդունելի հերքելիություն, հա, plausible deniability։ Երբ որ դու տեսնում ես, որ հարձակումը այդտեղից է եկել, բայց մյուս կողմից չես կարող հստակ ապացուցել, օրինակ բազմաթիվ հարձակումներ ենք մենք տեսել Դոնեցկ, Լուգանսկ այս տարածքների IP-ներից։ Դե ֆակտո այստեղ 14 թվականից սկսած ինչ-որ այնպիսի իրավիճակ է, որ դու չես կարող հստակ ասել ի վերջո ով է վերահսկում այդ տարածքը, այդտեղ եղած ենթակառուցվածքները եւ միջազգային կիբերկրիմինալից սկսած վերջացած հակերային խմբավորումով այդտեղ եղել են։ Մենք տարիներ շարունակ տեսել ենք Դոնեցկ, Լուգանսկի կտրվածքով ուկրաինական հետք։ Հիմա դա Ուկրաինան է, մենք չգիտենք։ Մեր տարածքում նաև շատ լայն իհարկե ներկայացվածություն են ունեցել թուրքերը, իրանցիները, ռուսները բազմաթիվ անգամներ եւ նույնիսկ մենք ամբողջ հետազոտություն ունենք ռուսաստանյան հակերային երևի առաջին հարձակումները, որոնց մասին մենք գիտենք, դա 15 թվականից է, որոնք դոկումենտացված են, երբ որ այսպես կոչված Fancy Bear խմբավորումը, երբ որ Երևանում Էլեկտրիկ Երևան, հա, ցույցերն էին ռուսաստանյան վերահսկողության տակ գտնվող էլեկտրական ցանցերի, հա, այդ ցույցերն էին եւ այդ ժամանակից արդեն մենք տեսանք ռուս հակերների մուտքը, կոտրել էին մի շարք պաշտոնյաների, ակտիվիստների, լրագրողների, հա, փորձել էին հասկանալ ինչ է կատարվում։ Մենք տեսել ենք նույն Սասնա ժամանակ 16 թվականին, 18-19 տարիներ շարունակ տեսել ենք այսպես ԿՌՈՒ-ի, FSB-ի, հա, այս տարբեր ռուսաստանյան ստորաբաժանումների նույնիսկ իրար հետ մրցակցող խմբավորումների ներկայությունը, տարբեր խորհրդյան արձակումներ, իսկ անցած տարվանից մենք նաև տեսանք, որ Ռուսաստանում գործող այսպես կոչված ակտիվիստական, հա, խմբավորումները, որոնք նկատվել էին մինչև այդ օրինակ Ուկրաինայի դեմ կամ Ուկրաինային օգնող երկրների Լեհաստանի, Գերմանիայի դեմ հարձակումներում, օրինակ կար Cyber Volk, կիբեր գայլ կամ People's Cyber Army, հա, Ռուսաստանի ժողովրդի կիբերբանակ, հա, այս խմբավորումները հրապարակային նույնիսկ հայտարարություններով, դեկլարացիաներով էին հանդես գալիս, որ այ Հայաստանը իրեն լավ չի պահում, մենք հարձակվելու ենք, այս տարի էլ են եղել եւ իրենք էլ են իրականացրել որոշ գործողություններ, ընդ որում իրենց դեպքում հենց գործում է այդ այսպես կոչված ընդունելի հերքողականությունը, երբ որ Ռուսաստանի իշխանությունները կարող են ասել, դե գիտեք ինչ կա, մենք կապ չունենք, օրինակ կարծեմ կիբերվոլկներ, որ նույնիսկ պնդում էր, որ Կրոսնոդարի հայերն են հենց եկել դիմել իրանց, ասել են մի բան արեք, էս ինչա կատարվում, մենք դժգոհ ենք Հայաստանի իշխանությունից, հա, իրանց այդ մանիֆեստում այդպիսի ինչ որ հայտարարություններ կային։ Այնպես որ այս հարձակումները միշտ եղել են, էսկալացվել են, ընդ որում միայն հիմա օրինակ չի հասկանա, որ Հայաստանում նաև ներկայացված են նույն արևմտյան, ամերիկյան, չգիտեմ, անգլիական եւ այլն, այսինքն հաստատ իրենք ինչ որ ենթակառուցված, ինչ որ ներկայացվածություն ունեն, որտեղ այդ մասին դեռ 13 թվականից խոսել է Էդվարդ Սնոուդենը, որը պատմել է, թե ինչպես են նաև Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները ամբողջ աշխարհում փորձում են ենթակառուցվածքային մակարդակով նույնիսկ հետևել, ներկայություն ապավել եւ տեսնել ինչ է կատարվում։ Եվ բնականաբար Հայաստանում գործող այդ բազմաթիվ չինական սարքավորումները, որոնց հետ կապված ես միշտ ծիծաղում եմ, ասում կարող եք ուրախ լինել, որ առնվազն ձեր տվյալների կրկնօրինակը ինչ որ միտեղ կա Չինաստանում։ Հա, դուք դա չեք կարող հասնել, բայց որ կորավ սրտերի դար չլինի, հավանաբար մի բան չինական ինչ որ մի սերվերն է, օքեյ։ Իհարկե սա հումոր է, այսինքն բան չի, բայց ամեն հումորում ինչ որ մի փոքր ճշմարտություն էլ կա։
Դուք մասամբ կանխեցիք իմ հաջորդ հարցը, որ ուզում էի տալ, բայց ամեն դեպքում մի բաղադրիչ կա, որ կուզեմ դրան էլ անդրադառնանք։ Երբ խոսվում է կիբերհարձակումների, հիբրիդային պատերազմի այլ դրսևորումների մասին եւ շեշտը մեծամասամբ դրվում է մեր տարածաշրջանում գտնվող, այսպես ասենք, երկրների վրա, հաճախ է հնչում այդ հակափաստարկը, որ այդ ինչ է արևմտյան երկրները այդ չեն օգտագործում, խոսեցինք դրա մասին, բայց կա արդյոք նաև օրենսդրությունների տարբերության ազդեցությունը դրա վրա, որ օրինակ արևմտյան երկրներում դա կամ շատ ավելի գրագետ է արվում, որ դժվար է գտնել, կամ արվում է այնպես, որ օրենքի շրջանակներում է ստանում են իրենց ցանկալի տեղեկությունները, բայց ոչ այն ճանապարհներով, որոնց մասին կարող ենք խոսել որպես կիբերհարձակումներ։ Ну, ես չեմ պատրաստվում ինչ-որ մեկի փաստաբանը լինեմ։ Պիտի հասկանանք, մեր այսօր օգտագործած տեխնոլոգիաների ճնշող մեծամասնությունը ստեղծվել է, գործարկվել է պայմանական արևմուտքում, Միացյալ Նահանգներում եւ ինչ-որ դեպքում իրենք նույնիսկ կարիք չունեն ինչ-որ մի բան կոտրելու, որովհետեւ օրենքի շրջանակներում, երբ իրենց անհրաժեշտ է, կան որոշակի մեթոդներ, տեխնոլոգիաներ, որոնցով նույն ամերիկյան իշխանությունները կարող են դիմել Google-ին, Microsoft-ին եւ ասել մեզ տրամադրեք այսպիսի կամ այնպիսի ինչ-որ ինֆորմացիա։ Ընդ որում լավն այն է, որ այդ ընկերությունները Microsoft-ը, Google-ը, Meta-ն, որը Facebook, Instagram, WhatsApp, հա, իրենք նաև հրապարակում են այդ մասին, այսպես կոչված թափանցիկության զեկույցներ, եւ դուք կարող ես մտնել եւ նայել, թե օրինակ անցած տարվա կտրվածքով Meta-ն Հայաստանի իշխանություններից քանի դիմում է ստացել, ինչքանն է տրամադրել, կամ Ամերիկայի իշխանություններից ինչքան դիմում է ստացել, ինչքան է տրամադրել եւ այլն։ Ռուսաստանյան, չինական, ադրբեջանական, իսրայելական ընկերությունների դեպքում մենք նման թափանցիկություն չենք տեսնում։ Ընդ որում, եթե Ռուսաստանի դեպքում դրա համար ստեղծված են դատական process կա, այսպես կոչված FISA court կա, հատուկ դատարան, որը լսում է, թե ինչու է պետք այդպիսի տվյալներ տրամադրել եւ այնուհետև որոշում է կայացնում եւ այդ որոշումները դատարանի ինչ որ ժամանակ հետո կանխագրման ժամկետի լրանալուց հետո հայտնի են հրապարակվում են, այնպես որ նույնիսկ կարելի է տեսնել, որ դրանք իսկապես կան։ Մյուս պետությունների դեպքում եւ նաեւ ինչպես Հայաստանի դեպքում, Հայաստանում էլ կան որոշակի կարողություններ կամ պետական մակարդակում կանխալսումների, ինչ-որ հարցեր լուծելու on-line տարածքում եւ դրա մասին թափանցիկությունը 0 է, չկա։ Եվ բնական է Ռուսաստանի դեպքում օրինակ առհասարակ պետական մակարդակով տարիներ շարունակ տարվել է քաղաքականություն, երբ Ռուսաստանը հանդուրժել է նույնիսկ եւի կարելի ասել խրախուսել է ինչ որ դեպքում չի արտահանձնել, հրաժարվել է պատժել մարդկանց, որոնք ներգրավված են նման գործում, բայց պայմանով, որ հետո նրանք ինչ որ պահերի, երբ Ռուսաստանին դա պետք կլինի, կզորակոչվեն, կզինվորագրվեն կիբերբանակին։ Հա, կիբերբանակին, այսպես ասեմ, եւ նման տենդենսներ մեր տարածաշրջանում իրական շատ ավելի տարածված են։ Նույն Իրանում զգալի կիբերկարողություններ կան, նույն եւ ասեմ, Հայաստան, Ադրբեջան նույնպես մենք կարող ենք գոնե ենթադրել, հա, եթե ավելի ինչ ասեմ, որ մոտավորապես նույնպիսի տենդենսներ կան, կամ եթե ավելի պարզ ասեմ, հայ երեխաները, որ փորձում են սովորել ինչ-որ հաքերային գործողություններ կամ ադրբեջանցի երեխաները, առաջին փորձերը, որ անում են, հենց սկսում են միմյանց վրա կիրառել եւ այդպես են ինչ-որ բաներ սովորում, գոնե այն ինչ-որ ես տեսել եմ։ Գալով արդեն ինֆորմացիոն պատերազմներին, այստեղ էլ կա այդ քարտեզի շփոթին նպաստող գործողություններ, չէ, երբ օրինակ ձեր նշած Զախարովանը ինչ որ բան ասում ու դա հստակ է, որ ռուսաստանյան ինֆորմացիոն պատերազմի շրջանակներում է դա մի բան է, երբ ամերիկյան ինչ որ կայք ամերիկացի պրոֆեսորով ասում է ինչ որ մի բան եւ առաջին հայացքից որևէ կապ չի պիտի ունենա Ռուսաստանի հետ, դա էլ բոլորովին այլ պատմություն է, բայց մենք վերջին շրջանում շատ ունենք հենց այդ տեսակ դրսևորումներ։ Նաեւ ես ադրբեջանական հատվածից հիշեցի ոչ միայն արևմտյան կայքերի միջոցով, այլ օրինակ պատերազմի ժամանակ հիշեցի, որ վրաստանյան կայքերն էին օգտագործում այնտեղ հայերի վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիաներ տարածելու, որ հետո հետգծույց էր տալիս, որ դրանք ադրբեջանական միջամտությամբ են արվել։ Այս տենդենսների դեմ պայքարը մեդիագրագիտությունից զատ ուրիշ ինչ գործիքներով է հնարավոր անել։ Իրականում տեսեք ինֆորմացիան սիրում է ազատ լինել։
բայց մենք նաև պիտի հասկանանք, որ սկսենք նրանից, որ Հայաստանում օրինակ, եւ սա էական խնդիր է, գործում են ռուսաստանյան ալիքներ, որոնք հեռարձակվում են։ Իրենք գործում են հանրային մուլտիպլեքսում, հա, եւ այստեղ է որ խնդիրը, այսինքն Հայաստանում կա համապետական սփռման հանրային մուլտիպլեքս, որի համար հայաստանյան հարկատուները վճարում են, այդ մուլտիպլեքսից օգտվելը սահմանափակ է, քանի որ իր ռեսուրսները սահմանափակ են։ Հայաստանում կան եղել են ընկերություններ, որոնք փորձել են այդ մուլտիպլեքսում լիցենզիա ստանալ եւ իրենց տեղ չի հատկացվել, եւ այս մեդիա միջավայրում, երբ որ սահմանափակ ռեսուրս կա հանրային միջոցներով, մենք տեսնում ենք, որ այդ մուլտիպլեքսում մեկի տեղ 3 ռուսալեզու կամ մերձ ռուսալեզու, օրինակ միրը, եթե հաշվենք, հեռարձակվող ալիքներ կան, եւ այստեղ որոշակի խնդիր կա, որտեվ տեսեք, մենք ունենք Հայաստանում նաև ազատ կաբելային ցանցեր, ինտերնետ, արբանյակային հեռարձակում եւ ոչինչ չի խանգարում, որպեսզի ռուսաստանյան այդ ալիքները լինեն կաբելային ցանցերում, արբանյակայում եւ այլնով։ Իսկ երբ մենք պետական միջոցներով սուբսիդավորում ենք ինչ-որ առում, որտեղ այդ մուլտիպլեքսը գործածելը բավական թանկ է եւ ամեն մեկը չի կարող ստեղծել, դա համար չկա, այդտեղ պահում ենք ռուսաստանյան ալիքներ, այստեղ ես որոշակի խնդիր եմ տեսնում, ինչու, որովհետև այդ ալիքներով մենք հաճախ տեսնում ենք հենց հարձակումներ Հայաստանի դեմ, եւ ես չեմ ասում Հայաստանի իշխանությունների դեմ, այսինքն պետության դեմ է լինում։ Ի վերջո հենց պետության դեմ, պետությանը սևացնելու, բոլոր հայերին ինչ-որ ուղերձներ հղելու, որոնք հասկանալի չի ինչ կոնտեքստով են, եւ Հայաստանի քաղաքական կյանքին իր հաշվով ներազդելու, որտեղ շատ Հայաստանում տարիներ շարունակ գործածվում է ռուս Պուտինի դաբրո կամ ռուսների դաբրո հասկացությունը եւ երբ որոշակի շերտ կա բնակչության, որոնք դա գնահատում են որպես էական մի բան եւ երբ տեսնում են, որ այդ լծակը Հայաստանում, Հայաստանի հանրության միջոցներով ինչ-որ առումով գործող, մուլտիպլեքսում հեռարձակվում է ազատ, դա որոշակի խնդիր կա։ Սա այնտեղն է, երբ պետք է փակել, եւ ես դա միանշանակ է ինձ համար, թող այդ արգելափակվի եւ թող իրենք գործեն ինչպես մյուս բոլոր ադրբեջանական, ամերիկյան, չինական ալիքները։ Եթե մարդկանց դա իսկապես հետաքրքիր է, իրենք ձևը կգտնեն դրանց հասնելու։ Պետք չի սուբսիդավորել։ Դա առաջի բաղադրիչն է, այստեղ մեդիագրագիտությունը հստակ չի օգնելու։ Կարծես այդ ուղղությամբ էլ ինչ-որ գործընթաց պիտի որ լիներ, այդ ուղղությամբ պիտի լիներ, այդ ուղղությամբ նույնիսկ նախ մեդիա կազմակերպություններն են հայտարարություններ տարածել, մեդիա փորձագետներն են այդ թեմայով խոսել, հեռան է խոսել եւ որքան հասկանում եմ, քանի որ այստեղ միջպետական պայմանագրային հարաբերությունների դաշտում է, այն որ այդ ալիքները մնում են, դա ամեն ինչից դատելով քաղաքական որոշման արդյունք է եւ դա կարող է ինչու ոչ դառնալ բանակցությունների թեմա, օրինակ նույն, չգիտեմ, պեստիցիդներ հայտնաբերելու այդ զուգահեռ եւ հայաստանյան մեքենաները Ռուսաստան թողնել չթողնելու զուգահեռ, այսինքն դա կարող է լինել առևտրի առարկա, ես դա հասկանում եմ, բայց արդյոք քաղաքական որոշում կայացնողները գնահատում են այդ ալիքների առկայության վտանգը, արդյոք դա համադրելի է նույն այդ բարենային անվտանգության խնդրի հետ թե ոչ։ Մեդիա պեստիցիդները ի վերջո ավելի մեծ վնաս են։ Ես կարծում եմ, որ ինչ որ դեպքում դա նույնիսկ ավելի մեծ վնաս կարող է տարածել, որտեղ իրենք դառնում են հիբրիդային պատերազմի առաջնային օղակ, որովհետև քիչ առաջ խոսում ենք, հիբրիդային պատերազմի մեջ դա զգալի շոշափելի բաղադրիչ է։ Երկրորդ բաղադրիչը իհարկե դա որը ավելի շատ երկարաժամկետ ներդրումներ է ենթադրում, դա մեդիագրագիտությունն է, որը պիտի սկսվեր դպրոցներում ու դեռ չի սկսվել, բայց որի շուրջ կա օրինակ ընդունված հայեցակարգ, կրթական ծրագրեր են մշակվում, որոշակի կրթական աշխատանքներ տարվում են, կան նաև ինչ-որ հաղորդումներ, նույն հանրային հեռուստացույցությամբ, որը ես կարծում եմ բավական արդյունավետ է, որտեղ օրինակ երբ աշխարհի առաջնության ֆուտբոլի ժամանակ հենց մեջտեղում էր տրվում երկու խաղակեսերի, ինքը անխուսափելիորեն բավական մեծ պայթուցիկ լսարանի էր հասնում։ Բայց միայն մեդիագրագիտությամբ էլ չեն կարող սահմանափակվել, այստեղ շատ էական է, որպեսզի նաև լինի որոշակի ռեակցիա, երբ մենք տեսնում ենք ինֆորմացիոն հիբրիդային ինչ-որ գրոհներ, պիտի հստակ գործեն երկու կառույցներ։ Առաջինը դա պետության ռազմավարական հաղորդակցության այդ ինչ-որ բաժինը, այսինքն պետական ինստիտուտները պիտի հնարավորինս արագ եւ ճիշտ թիրախավորված հակազդեն,
ճշտեն, ստուգեն, տեղեկատվությունը ավելացնեն, չթողնեն, որպեսզի լինի գոյություն ունենա ինֆորմացիոն վակուում, որի շրջանակներում եկած ուղերձները կիսատ, պռած ու սխալ, հա, կարող են ավելի շատ տարածվել ու բազմապատկվել, դա մեկ, եւ երկրորդ պիտի գործեն այսպես կոչված փաստեր ստուգող կառույցներ, կանխատեսող կառույցներ, որոնք ուսումնասիրում են տնտեսները եւ ակնկալում են, որ կարող է լինել այսպիսի հարձակում եւ ստուգող հերքող կառույցներ, որոնք նայում են եւ փաստացի եւ տեսանելի ձևի ապացուցում են, թե ինչու դա այդպես չէ եւ տանում են այնպես, որպեսզի ցանկացած այլ մարդով կասկածներ ունի, կարող է ինքն էլ կրկնել եւ հասնել մոտավորապես նույն արդյունքներին։ Դա այտենց կլասիկ fact checking թեմայի մասին է խոսում, փաստերի ստուգման։ Սոցիալական ցանցերը այս ողջ նկարագրությունը տասնապատիկ կամ գուցե անգամ հարյուրապատիկ բարդացրել են եւ հատկապես երիտասարդների շրջանում, որոնք գուցե հեռուստացույց չնայեն, ռուսական ալիքներն էլ չնայեն, բայց հաստատ սոցիալական ցանցերում տեսնում են եւ այդ սունկ կայքերի տարածած ինֆորմացիաները եւ տարատեսակ այլ խայծերի, այսպես բախվում են։ Այս տարածքում հնարավոր է օրենսդրորեն այստեղ նույնպես ինչ-որ կարգավորումներ ունենալ։ Տեսեք, հնարավորի մասը մի փոքր բարդ է, որովհետեւ շատ սոցցանցեր, օրինակ Telegram, իրենք չեն գործում Հայաստանի իրավազորության ներքո, հա, այսինքն Հայաստանը կարող է փորձել կարգավորել օրենք ընդունել, բայց Telegram-ը կասի ես ձեր երկրում չեմ գործում, գրասենյակ չունեմ, դե փորձեք պատժեք, ո՞նց եք անելու։ Telegram-ը, ասենք, մասամբ Դուբայում է, մասամբ Մեծ Բրիտանիայում, առասարակ նեղ անհասկանալի է, ինքը մի քանի յուրիսդիկցիաներում է գործում եւ ինքը մեծ հաղորդակցության հարթակ է եւ նաեւ իր բնույթով լրատվական է եւ սոցցանցային է։ Նույնը Մետան, հա, օրինակ Մետան Հայաստանի դեպքում երևի ավելի շատ գործում է իրենց իռլանդական գրասենյակը, բայց դե փորձիր Հայաստանից Իռլանդիա ինչ-որ մի հարց լուծել։ Բայց դա չի նշանակում, որ պետք չէ կարգավորել, այսինքն ամեն դեպքում առաջին քայլը, որ պիտի պետությունը անի, իր տարածքում պիտի սահմանի օրենքները, եթե տեսնում է, որ դրանք, օրինակ, առանց կարգավորման, ինքնակարգավորմամբ եւ այլն չեն բավարարվում։ Ինչու եմ ես ասում, որտեղ օրինակ Մետան ունի հստակ ինքնակարգավորում, հա, ինքը իր համար որոշել է, որ ունի oversight board, հատուկ մարմին, որը լսում է բողոքները, ունի մոդերատորների համակարգ, ունի community, հա, այսպես ասած, համայնքի կանոններ, դա ինքնակարգավորման դասական մեխանիզմ է, որը Հայաստանի համար լիարժեք գործում է։ Հաճախ Հայաստանում կարող է դու ինչ-որ մի հարցով դիմես իրեն եւ Մետան նայի, ասի, օքեյ, տես։ Ինչու պիտի ես քո այդ խնդիրը լուծեմ, եթե իմ ինքնակարգավորման մեխանիզմներում դա չի դիտարկվում որպես խնդիր, դե դու էլ ասա ինչի հիման վրա այդ դեպքում դու ես ճիշտ, այլ ոչ թե հաջորդ կողմը, որովհետև սովորաբար գործ ունենք երկու կողմի եւ Մետան դիտարկում է եւ բողոքողին եւ այն մարդուն ում դեմ բողոքում են որպես իր հաճախորդներ, ովքեր գործում են ելնելով իր ինքնակարգավորման համակարգից։ Հիմա, եթե քո երկրում կա օրենք, որին դու կարող ես մատնանշել ու ասել, օքեյ, դու մեր երկրում չես, դու ունես ինքնակարգավորում, բայց մեր երկրում այս օրենքը պիտի գործի եւ ըստ այս օրենքի դու պիտի այսպիսի քայլեր ձեռնարկես ամեն դեպքում։ Մետան դա կարող է ընդունել որպես փաստարկ, այլ ոչ թե ուղղակի դες ուղարկել։ Էլի պարզ օրինակ, անցած տարի էր կարծեմ, մեր իշխանությունները ստեղծեցին հարթակ, որտեղ Մետան, YouTube-ը, Telegram-ը, Տրսի ընկերությունները, որոնք Հայաստանում գրանցված հարկ վճարող չեն, կարող են գրանցվել եւ վճարել հարկերը։ Հա, ընդ որում պարզ էր, չէ, որ առանձնապես մեծ լծակներ չունեին Մետայի վրա ազդելու։ Հա, որտեղ իրավազորության խնդիր էր, բայց քանի որ օրենքը կար, հարթակը կար, Մետան գրանցվեց այդտեղ եւ սկսեց հայաստանյան օգտատերերից պահանջել այդ 20% ահն, որը ինքը հետո այդ հարթակով զեկուցում է, ներկայացնում է Հայաստանի իշխանություններին։ Այսինքն այն, որ այդ հարթակները հայաստանյան իրավազորության տակ չեն, ֆորմալ առումով ֆիզիկապես այդտեղ չեն, չի նշանակում, որ պետք չէ կարգավորել եւ այդ կարգավորումները կարող են օգտակար լինել նույն Մետայի հետ եւ նույն այդ հարթակների հետ բանակցություններում, որտեղ իրենք էլ իրենց հերթին կարող են դա իրենց համար օգտագործել, որտեղ Մետային էլ նույն կերպ պետք է բացատրել ինչու է ինքը օրինակ տվյալ գործողության դիմում։ Դա պիտի լինի կամ ըստ իր community, այդ իր համայնքի կանոններով կամ այդ երկրի կանոնների համապատասխան։
Շնորհակալություն շատ զրույցի համար Արթուր, հուսով եմ, որ այս ոլորտում ձեռնարկված քայլերը արդյունավետ կլինեն հետագա մեծ հարցակումներից ինֆորմացիոն եւ կիբեր ոլորտում խուսափելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ այս թեման բարձրացնելու համար։ Ստեսություն։